Ողջույն, Ազատության ուղիղ եթերում դեպի քաղաքապետ նախագիծն է։ Երևանի ավականու եւ քաղաքապետի ընտրություններին 9 օր է մնացել, քաղաքական ուժերը շարունակում են քարոզարշավ ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերելու նպատակով։ Ով ինչ խոստացավ, ինչ հայտարարեց, ինչ կանեն քաղաքապետ դառնալու դեպքում։ Թեկնածուները 3-ն են, պաշտոնը 1-ը, եթերում դեպի քաղաքապետն է։ Մեկ օր էջի այսօրվա հերոսը Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն է։ Քաղաքապետ դառնալու դեպքում խոստանում է քաղաքը մաքրել, իսկ այնուհետև երկիրը կարգավորել։ Դեպի Արարատ կարգախոսով կուսակցության ղեկավարը Արարատից է ուժ ստանում։ Իսկ թե ինչ է անում օրվա ընթացքում բացի քարոզարշավից, կիմանաք հենց հիմա, մեկ օր Զարուհի Փոստանջյանի հետ։ Անջատեք խոսափողը, լսում ենք ձեզ, հեսականցնի համբերեք։ Խնդրում եմ անջատել խոսափողը, արդեն պրովոկացիա եք անում դուք։ Անջատում եմ ձեր խոսափողը։ Անջատել ձեր խոսափողը։ Չի ես դիպաս լինեմ անջատել դիպաս։ Հետևաբար այստեղ նման Անջատեք Շարմազանը։ Իհարկե վախենում եմ, որովհետև բոլորն են խուսափում հանրապետական կուսակցությունից նման բանավեճի մասնակցելուց։ Այդ խուսափելը կամ չցանկանալը, որպեսզի ես արտահայտվեմ, ես իմ կարծիքը հայտնեմ, ես իմ հարցապնդումները անեմ, դա տեղի է ունեցել հրապարակավ եւ այդ անձը այսօր նշանակվել է մարզպետի պաշտոնում։ Ես էլ ասում գումար դուք երեքն են արկաման։ Զրսուցիկ ձեր ստուդիկով։ Կարող են նաեւ ավելի ոչ լուրջ վարքագիծ դրսևորեին, բայց հետո հասկացան, որ ոչ միայն պետք է լուրջ վերաբերել, այլ նաև պետք է վախենալ։ Давай спрошу. Մի թույլ տվեք, ես որ օրենքով շարժվեմ։ Ատու ես որոշում ես երկումով ինչ պետք է գավի։ Ես հիմա չգիտեմ անվտանգությանը կանչեմ, թե շտապ օգնությանը։ Լսի աղջիկ ջան, դու ընտանիքին ինչ գործն ես։ Մենք կարող ենք իրենց մեղադրել բազմաթիվ հանցագործությունների մեջ, իհարկե վախ ունեն։ Տիկին Փոստանջյան, ձայնի իրավունքից զրկվել եք դուք։ Չնայած անբուժելի է։ Զարուհի ջան, ձեզ ենք դիմում, հանրապետական կուսակցության հետ դուք գործ չունեք, ազատեք ամբիոնը։ Եվ կնոջ համարձակությունը ավելին է, քան տղամարդունը այսօրվա մեր քաղաքական իրականության մեջ։ Ձեր հերթը չի եկել ու չի գալու։ Ձեր հերթը չի գալու, Տիկին Զորաբյան, Տիկին Փոստանջյան ջան, ավարտեցիք Տիկին Փոստանջյան։ Ավելացնեմ մի քանի րոպե։ Զարուհի Փոստանջյանի օրը սկսվում է դեպի Արարատ նայելով։ Ափսոս մշուշի մեջ է Արարատը։ Ստեղից Արարատը Երևում է, այո։ Նայում եք ամենը։ Իհարկե։ Լիցքավորվում եմ։ Ինչ է տեղից։ Ուժ երանդ։ Դեպի Արարատ ստեղից եք այդ մտածել։ Ոչ։ Այսօր առաջին անգամ չէ Արարատին նայել, այն ամենուր է ուղեկցում Երկիր Ծիրանի ղեկավարին։ Այսօր փաստորեն հասցրել եք գործանեք տունը։ Ինչպես տեսնում եք, լվացքս բռած է։ Էլի Արարատին դեպի։ Դե ուզես թե չուզես, տեսնում ես։ Ահա։ Ուզես թե չուզես, նա ինքն էլ է մեզ նայում։ Դեպի Արարատը նաև Փոստանջյանի ղեկավարած կուսակցության կարգախոսն է։ Նա վստահ է, որ ամեն դեռ չծնված հայ արդեն ունի դեպի Արարատ գնալու գաղափարը։ Կապված է ոչ միայն Արարատի, այլև Արագածի հետ։ Այս երկու լեռները տիեզերքի հետ են հաղորդակցվում, ասում է նա։ Պետք է տիեզերքի հետ շփվել։ Իհարկե, պետք է հաղորդակցվես եւ տիեզերքի հետ եւ բնության հետ։ Տիեզերքի հետ հաղորդակցվում եք։
Ցանկացած ծնունդ դա հաղորդակցություն է տիեզերքի հետ։ Մենք չենք կարող ասել բնությունը ինչպես է իր կարգ ու կանոնը հաստատում։ Իհարկե ամեն ինչ պայմանավորված է Տիեզերքի հետ։ Բնության կանոններով, որի մի մասն է նաև տիեզերը։ Արարատը Փոստանջյանին նաև դրսում է ուղեկցում։ Քաղաքապետի թեկնածուն պնդում է, որ եթե Երևանը մնար Թամանյանի նախագծով, Արարատը ամեն տեղից կերևար, բայց նաև գործող քաղաքապետի թույլտվությամբ մայրաքաղաքում բարձր շենքեր են կառուցել եւ տեսքը աղավաղել։ Մաքուր պահենք մեր քաղաքը։ Դե հիմա հնարավորինս մաքուր ենք պահում։ Զարուհի Փոստանջյանը տնից դուրս գալիս միայն պայուսակն է վերցնում։ Եթե կանանց պայուսակում սովորաբար ինչ ասես կգտնես, ապա քաղաքապետի թեկնածուի մոտ նամակներն են գերակշռում։ Այո, քաղաքացիները որ փոխանցել են, այսպես։ Տարբեր բաներ են ուզում եւ նամակներ, գումար։ Հիմա պետք է գնա կուսակցական ժողովի, այսօր ավտոբուսով է տեղաշարժվելու։ Ձեզ ճանապարհ է տալիս։ Միշտ է սենց։ Դե այստեղ կանգառ է։ Չէ, նկատեմ ձեզ են տեսնում դրա համար։ Չէ, չեմ կարծում, որովհետև այստեղ երեք պարտավոր են նաև կանգառներ։ Բայց ես որ անցնում սենց չեն տալիս ճանապարհ։ Դե հիմա որ ձեր հետ եմ, արդեն ճանապարհ են տալիս։ Փոստանջյանին փողոցում գրեթե բոլորը ճանաչում են։ Շատերը հաճոյախոսում են գեղեցիկ տեսքի համար կամ էլ խնդրում են իր պատրաստած տոլման հյուրասիրել։ Լսել են, որ լավ է պատրաստում, բայց հիմա դրա ժամանակը չունի։ Հայտնի լինելը առավելություններ է տալիս նաև հանրային տրանսպորտում։ Տեղել են տալիս, գումարներ են վճարում։ Լավ է։ Հա։ Գուցե գա։ Նախկին պատգամավորը վստահ է, խորհրդարանում մրցակից չուներ։ Իրեն քաղաքացիները շնորհակալություն էին հայտնում ժողովրդի անունից խոսելու համար։ Նույնը նաև քաղաքապետարանում կանի, բայց դրա համար պետք է հստակեցնի երևանցիների խնդիրները։ Ցանկանանք, որ նաև տոմսերը գնվեն, ոչ թե արձեռն լինի։ Իսկ բարբերաբար ձեր հետ ինչ-որ քննարկումներ անցկացնում են, որ ինչը փոխենք, ինչ բողոքներ ունեք, առաջարկներ ունեք, տենց բաներ անցկացնում են, թե ոչ։ Երևանի խնդիրներից է ոչ միայն տրանսպորտը, այլև կանաչապատումը։ Տեսեք ինչքան նոսր է մեր ծառերը այստեղի։ Այստեղ ծիրաններ կտնկեք։ Այստեղ չգիտեմ ես արդյոք ծիրան է անհրաժեշտ։ Բայց մեր քաղաքում մի հատ ծիրանի ծաղ չկա, հա։ Դե սխալ է որ չկան։ Երկիր ծիրանի առաջնորդը ծիրան փոքր տարիքից է սիրում, բայց ցոգոլի գողության չի գնացել։ Իմ հայրական տունը սեփական տուն է, մեր պարտեզից էին գողանում։ Ինչ էիք անում։ Դղայդանում էինք, ասում ենք մի գողացեք։ Փոստանջյանի խոսքով բարկանալուց հետո իրենց բակից էլ ցոգոլ չէին գողանում։ Կուսակցության հիմնադիրը բացատրում է, որ օտարները ժամանակին հայկական բարձրավանդակը երկիր ծիրանի են անվանել։ Այդտեղից էլ ընտրել է կուսակցության անվանումը։ Ծիրանը 3 հայկական պետությունների միասնությունն է, բացատրեց նա։ Նրանց դրոշները դրված են կուսակցության գրասենյակում։ Սա Արևմտյան Հայաստանի դրոշն է։ Արևմտյան Հայաստանի կառավարության կողմից նվիրել են մեզ։ Արևմտյան Հայաստանի կառավարությունը։ Այո։ Որտեղ են իրենք։ Այստեղ են եւ ամենուր։ Սա մեր ազգային ժողովից եկած դրոշն է։ Այս Գալուստ Սահակյանից եք ուզել։ Իրանից չեմ ուզել, իրենց թույլտվություն եմ ուզել, որպեսզի բերեմ այստեղ։ Բացի խորհրդարանից բերված դրոշից նաև Արցախի դրոշ ունի, որը Լեռնային Ղարաբաղի կառավարությունից է վերջերս նվեր ստացել։ Արցախի խորհրդարանն ու կառավարությունը իր կողմից են, կարծում է, որ իրեն են աջակցում ինչպես Արևմտյան Հայաստանի կառավարությունը։ Այո, մնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Թեև շատերը դա անում են, բանտերում գտնվող աջակիցներն էլ նվերներ են ուղարկում։ Սա
Կոշ քրեակատարողական հիմնարկից են նվիրել։ Սա էլ, սա էլ։ Սա էլ է կոշից։ Այո, այս երկուսը դա Վարդաշենից են ուղարկել։ Երկիր Ծիրանիի կենտրոնում գտնվող գրասենյակը վերջերս են վարձել, մինչ այդ տարածքում մանկապարտեզ էր։ Փոստանջյանը աջակիցների հետ ժողով է անում, հետո գնում քարոզարշավի սպիտակ Մերսեդեսով։ Մեքենան շորի գումի հետ կողմեցրել է։ Այո, սպիտակ մաքուր են գալիս։ Դրամ արեք սպիտակ հագել։ Այո, սպիտակը մաքրության, անկեղծության, արդարության նաև գույնն է։ Բարձրակրունկներով արդեն որպես կուսակցության ղեկավար քաղաքականությամբ զբաղվող Փոստանջյանը հուսով է, որ իր օրինակը այլ կանանց համար վարակիչ կլինի։ Քաղաքականությունը առանց կնոջ դա լիարժեք եւ արդյունավետ չի կարող լինել եւ հենց ամբողջ աշխարհն է ապացուցել, որ առանց կանանց ներգրավվածության տուժում է եւ տնտեսությունը եւ քաղաքականությունը։ Փոստանջյանը վստահ է, տղամարդու մարմինը թերություններ ունի, իսկ կինը կատարյալ է։ Չի կարծում, թե առաջինը տղամարդն է ստեղծվել։ Կնոջ բնությունը կատարյալ է։ Չեք մտածում տղամարդիկ կնեղանան այդպես։ Ես Դա ճշմարտ։ ուղղակի փաստն եմ ասում, փաստի վերաբերյալ հայտարարություն եմ անում, այլ ոչ թե կարիք չկա, որպեսզի նրանք նեղանան, բնությունն է այդպես ստեղծել։ Կինը տղամարդուց ավելի համարձակ է, կինը պայքարելու համար է ստեղծվել։ Վստահ է, որ կանայք ի տարբերություն տղամարդկանց երկար են ապրում։ Իրենք ավելի կարճ են ապրում, ցավում են, բայց այդպես է եւ բնությունից նրանք ավելի նուրբ են, քան կանայք։ Թեև իր կողմնակիցների մեծ մասն էլ կանայք են, բայց վստահ է, որ տղամարդիկ են իրեն վստահում։ Համակիրների թիվը ավելացնելու համար Երևանի կենտրոնում քարոզարշավ է անցկացնում։ Ավտոերթի ժամանակ հասավ Բաղրամյան 26։ Այսօր այս շինության մեջ թաքնված Սերժ Սարգսյանը պետք է դուրս մղվի այդտեղից։ Արդեն քարոզարշավից հետո իր թիմով պատրաստվում է գրավել կամ ազատագրել քաղաքապետարանը։ Եկել է գործող իշխանությունից բաժանվելու պահը, ուզում է դա անցնցում լինի։ Նպատակին հասնելու համար անգամ երեկոյան է թռուցիկ բաժանում։ Արարատը իր հետ է, շարունակում է ուժ եւ երազանք տալ։ Բարև ձեզ։ Համեցեք, փոխանցեք պարոն Սարգսյանին։ Պարոն Սարգսյանը բա։ Որ Սարգսյանին։ Բարև ձեզ։ Չեք ուզում ասեք։ Ազատության ուղիղ եթերում դեպի քաղաքապետն է, այս պայն տաղավարում հյուրընկալել ենք այս ընտրություններում ելք դաշինքի շտաբի պետ Էդմոն Մարուքյանին, ողջույն պարոն Մարուքյան։ Ողջույն։ Շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Պարոն Մարուքյան, ինչու պետք է ելք դաշինքը լինի Երևանի ավագանիում կամ ինչու պետք է ելք դաշինքի տեխնացուն լինի Երևանի քաղաքապետ։ Կարծում եմ Երևանի ավագանիում լինելու խնդիր չէ դրված մեզանում, այլ խնդիր է դրված Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մակարդակում իշխանափոխություն անելու, այն է Երևանում տեղական ինքնակառավարումը ստանձնելու պատասխանատվությամբ եւ սկսելու փոփոխությունները հենց Երևան քաղաքից եւ մենք ունենք իրողություն, որի հետ բնականաբար հաշվի ենք նստում եւ այդ իրողությունը հետեւյալն է այսօրվա գործող որ հիմա կսկսի գործել, հա 6-րդ գումարման ազգային ժողովում հանրապետական կուսակցությունը ունի 58 մանդատ Դաշնակցության հետ միասին 65 մանդատ։ Դեռ այլ աջակցողներ կհայտնվեն ընթացքում բնականաբար, բայց ընդհանրապես գոնե հիմա պաշտոնապես դե յուրե եւ դե ֆակտո 65 մանդատ ունեցող իշխանության հետ ենք մենք շփվում։ Եվ որպեսզի այս իշխանությունը չլինի անսահման, չլինի որևէ կերպ չփոխզսված, չհակակշռված, մենք միակ տարբերակը տեսնում ենք առաջիկա գոնե 5 տարիների համար Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը վերցնելու մեջ։ Եվ այս համոզմունքով, այս հավատով էլ մասնակցում ենք այս ընտրություններին եւ Այսինքն ձեզ ընտրեն, որ իշխանությունը չլինի։ Մեզ ընտրեն, որ մենք փոխզսպենք իշխանությանը 1, մեզ ընտրեն, որ Երևան քաղաքում փոփոխություններ սկսվեն 2, մեզ ընտրեն, որ Հայաստանի Հանրապետությունով մեկ փոփոխություններ սկսվեն 3, որովհետեւ Երևանում տեղական ինքնակառավարումը ստանձնել դա նշանակում է Հայաստանի 1/3 բնակչություն ունեցող քաղաքում, թիվ 1 քաղաքում ստանձնել կառավարումը,
որտեղ ռեսուրսների, գիտեք, ինչ կենտրոնացվածություն կա, ֆինանսական, տնտեսական, ամբողջ աշխատանքային շուկան, այսինքն սա լուրջ ռեսուրս է իշխանությանը փոխզսպելու համար։ Եվ պատկերացրեք ելք խմբակցությունը խորհրդարանում, ելք խմբակցություն եւ քաղաքի ղեկավար Երևան քաղաքում եւ այդ հակակշիռների մեխանիզմի մեջ համագործակցաբար ինչպես կարող ենք մենք հակակշիռ լինել իշխանությանը։ Սրանից կարող ենք գումարել Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցությունը Վանաձոր քաղաքում եւ այստեղ պարզվում է, որ մենք երկու մեծ քաղաքներում իշխանություն ենք ունենում եւ Վանաձորում չունենք։ Նկատի ունեմ իշխանություն ունեցած մանդատների շրջանակներում, հա, հիմա երևանցիները այս պահին որոշելու են, մենք իշխանություն ունենալու ենք այստեղ, թե ունենալու ենք այնքան, որքան Վանաձորում ունենք։ Պարոն Մարուկյան, տեսեք, Վանաձորի օրինակը բերեցիք, հա, Վանաձորում չկարողացաք, չստացվեց։ Գիտեք, մենք կարողացանք, մենք ամեն ինչ կարողանում ենք, բայց մարդիկ չկարողացան մեզ ձայն տալ։ Չէ, տեսեք, մենք ստացել ենք 11000-ի մոտ ձայն։ Չէ, հարցը սա։ Այնպես որ մենք 20000 ձայն ենք ստացել, հարցը ավարտելով, հա, ինչու է ձեզ թվում, որ Երևանում կստացվի, հա, ինչն է ուրիշ այստեղ։ Ուրիշը նախ այստեղի մեր ունեցած միջին խավի տրամադրությունները։ Գիտեք, եթե նայենք պարլամենտի ընտրությունները ինչա տեղի ունեցել, արդեն մի քանի անգամ ասել եմ։ Ովքեր ազատ են 10000 դրամի գայթակղությունից, սոցիալապես խոցելի չեն, խնդիրներ չունեն, առօրյա են, օրվա ալյուր առնելու խնդիր չունեն, հա, կամ ովքեր ազատ են ադմինիստրատիվ ռեսուրսներից, ովքեր ազատ են ճնշումներից, վախից, այդ որ վախի մթնոլորտ կա, բան չգիտես թե ովից ինչից, այդ ազատները գնացել եւ ձայն են տվել ընդդիմադիր ուժերի։ Եվ այդ ազատների տոկոսը Երևան քաղաքում շատ բարձր է։ Եվ այստեղ նաև են մարդկանց տոկոսն է բարձր, ովքեր սիրով վերցնելու են ընտրակաշառք եւ քվեարկելու են օրինակ Գելգդաշինքի օգտին, որը կարող է շատ լուրջ փոփոխություն բերել իշխանության ծրագրերի մեջ։ Այսինքն իրենց այն հաշվարկը, որ կգնանք այսքան մարդու փող կբաժանենք, այսքան մարդ կգնա երթված մեզ կընտրի, դա այդքան էլ աշխատող տարբերակ չի։ Կարծում եք մարդիկ ընտրողների գործող քաղաքապետի մոտ հիմա, գիտեք, քաղաքապետը սիրելու համար չի։ Սիրել նկատի ունեմ աշխատանքի համար։ Երեք ուրեմն մենք 4-րդ մասիվում մի թաղամասում էինք, որտեղ շենքի աղբատար խողովակը 2 շաբաթ լցված էր եւ այնպիսի հոտ ու այնպիսի արդեն գարշահոտություն էր այնտեղ, որը որ կարող էր, չգիտեմ, ինչ հիվանդությունների բերել, եւ այդ ամբողջ թաղամասը ինչ ասես, որ չէր ասում Երևանի ղեկավարության եւ քաղաքապետին։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո տեղից զանգեց համատիրություն էլի մի քանի վայրեր, այսօր այդ խողովակատարը, նկատի ունեմ աղբահանության, հա, ամբողջությամբ մաքրված է։ Այդ քաղաքային իշխանությունը ով է սիրում։ Այդ ով է սիրում գարշահոտության մեջ նստել։ Երևանը գիտեք միայն բանը չի, մարդուցի պուրակի կանաչ գազոններում ընտրել են Տարոն Մարգարյանին։ Գիտեք, եթե վերջում պարզի այդ թաղամասում ընտրել են Տարոն Մարգարյանը, մենք դրա հետ ենք անգլերեն ասած օքեյ, որովհետև եթե մարդը որոշում է, որ իրան դուր է գալիս գարշահոտության մեջ ապրելը, ինքը որոշում է, ընտրության հարց է։ Այսինքն ինքը որոշում է, ինչ է ուզում, ինչպիսի երկիրում է ուզում ապրել, ինչպիսի քաղաքում է ուզում ապրել, ուզում է ունենալ մահվան վերելակներ, ուզում է հուսալքության կամ հուսահատության գազելներով շրջել քաղաքում, երբ որ 230-ից ավել ավտոբուսներ կանգնած են եւ դուրս չեն գալիս երթուղի։ Եթե ուզում է, խնդիր չկա, այսինքն ես ինչ եի ասում Վանաձորում։ Թվարկում էի Վանաձորի խնդիրները ու ասում էի, եթե դուք դժգոհ եք այս ամեն ինչից, դուք հիմա լուծում ունեք, ձայնը տվեք Լուսավոր Հայաստանին, մենք կփոխենք։ Մեզ լսեց 11000 մարդ մոտավորապես։ Հիմա նույնը Երևանում է կատարվում։ Եթե մարդիկ գոհ են այդ ամենից, ինչի մասին ես հիմա խոսում էի, գնում են ընտրում են ՀՀԿ-ին։ Եթե դժգոհ են, գնում են ընտրում են Գելգդաշինքին։ Հիմա ում են ընտրելու մարդիկ, ձեր ուսումնասիրություններ, հարցումներ, հետազոտություններ։ Մեր ուսումնասիրությունները ցույց է տալիս, որ հիմա մոտավորապես 40% ընտրող չի ասում ինքը ում է ընտրելու։ Եվ եթե մենք այդ 40%-ը մնացած 60-ը կիսվում է 3 ուժերի մեջ, եւ այդտեղ էլ մենք առաջատար ենք։ Եվ եթե հիմա այդ 40%-ը, այդ չկողմնորոշվածների կամ չհասողների կամ գաղտնի պահողների այդ տոկոսը, իրեն կարողանա այդ օրը ազատ զգալ կամ դրսևորել, գնալ ընտրական տեղամաս եւ Գելգդաշինքի դիմաց քվեարկել, այդ փոփոխությունը Երևան քաղաքում տեղի կունենա եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը կհակակշռվի։ Իսկ եթե չստացվի։ Եթե չստացվի, կասենք չստացվեց։ Եթե չստացվի, գիտեք, կընդունեք արդյունքները։ Մենք մեր ծառայությունն ենք առաջարկում ժողովրդին։ Վերջին հաշվով ժողովուրդն է, չէ՞ որոշում մենք
որքանով իրենց կարող են ծառայել։ Հիմա parlamenti ընտրություններում ժողովուրդը որոշել է, որ 9 մանդատով պետք է իրենց ծառայենք, 9 մանդատով ենք ծառայելու։ Կորոշի, որ Երևան քաղաքում քաղաքապետով ենք ծառայելու եւ նաեւ խմբակցությունով։ Կծառայենք Տեսեք, հենց քաղաքապետով։ ձեզ շատ են քննադատում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հայտարարեցիք, որ սա է այն ինչ որ կա, պատկերը։ Եթե սա չէ այն ինչ որ կա, թող ինչ որ մեկը կանգնի, ասի սա չէ այն ինչ որ կա։ Ընտրակաշարք, ընտրակեղծիք, տարբեր հայտարարություններ դες մեր հայտարարում են, որ դուք լեգիտիմացրեցիք Շատ լավ ընտրությունը։ առիթ է եւս մեկ անգամ բացելու մեր հայտարարության տեքստը։ Թույլ տվեք ես դա բացեմ էլի, հա։ Բայց Մենք ինչ հարցը ենք ասել։ ավարտեմ։ Երևանի ընտրություններից հետո եք նույն բանն ասել։ Եթե ընտրողների կամքը ձևավորվի ընտրական տեղամասում եւ որևէ կերպ չտարբերվի parlamenti ընտրություններից, ապա մեր հայտարարությունը որևէ կերպ չի տարբերվի parlamenti ընտրությունների հայտարարությունից։ Իսկ մենք ինչ ենք հայտարարել։ Մենք ասել ենք ընտրողները տեղամասում իրենց կամքով ձևավորել են այն ինչ որ կա։ Այսինքն այդ կամքը իրենք արտահայտել են տեղամասերում։ Ոչ թե ինչ որ մեկը բերել է բանով պարկերով լցրել ձայները, հա, կամ ինչ որտեղ գրել է ձայները։ Ոչ, ընտրողները տնից դուրս են եկել, իրենց մի մասին, մեծ մասին տարել են այդտեղ, ու իրենք իրենց կամքը տեղամասում արտահայտել էին եւ կարող էին դա չանել, բայց այդպես են արել։ Մենք դա ենք արձանագրել, հետո շարունակել ենք եւ ասել ենք, որ տեղի ունեցել զանգվածային փողաբաժանություն, ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառում եւ դա արվել է պետական ամենաբարձր մակարդակի թողտվությամբ անպատժելիության մթնոլորտում։ Այսինքն իրավապահ մարմինները ասել են կամ իրենց գործողությունները ցույց են տվել, որ ինչ ուզում եք արեք, չեք պատժվելու։ Եվ ընտրողներն գնացել քվեարկել են։ Հիմա մենք դա արձանագրել ենք, բայց միևնույն ժամանակ մենք այն ինչ խոստացել ենք, ասել ենք սիրելի քաղաքացիներ, սիրելի հայրենակիցներ, ելք դաշինքին տրված ամեն մի ձայն մենք կպաշտպանենք, մենք կպահենք։ Մենք մեր ռեսուրսները ներենք դրել, այն անհնարինը արել ենք, այդ 122065 մարդու ձայնը արձանագրել ենք տեղամասում։ Եվ եթե ելք դաշինքից 5 ձայն էլ պակասեր, վստահ եղեք մենք այդ 5 ձայնի համար Այսինքն հիմա Երևան ընտրությունն ինչ ստանաք, դա լինելու է։ Եթե չգնան լցոնումներ կատարեն, եթե մենք չարձանագրենք մեկը մյուսի փոխարեն զանգվածային քվեարկություններ, մահացածների փոխարեն քվեարկություններ, այսինքն այն խախտումները, որոնք ժամանակին կային։ Եթե մենք արձանագրենք, որ ընտրողը եկել իր կամքով տեղամասում քվեարկություն է կատարել, մինչ այդ ոնց է այդ կամքը ձևավորել, փողով է ձևավորել, ադմինիստրատիվ լծակով է ձևավորել, թե սասի ժողովին են ասել ոնց է ձևավորել, հա, բայց եկել է տեղամասում ինքը այդպես ձևավորել է, մենք ինչ պետք է։ Պարոն Մարուկյան, տեսեք, Տարոն Մարգարյանը ասում է, որ իր մրցակիցները Նիկոլ Փաշինյանը եւ Զարուհի Փոստանջյանը փորձ չունեն քաղաք կառավարելու։ Զարուհի Փոստանջյանը իր քարոզչական թերթիկում գրել է, որ իր ծրագիրը մյուս տեխնացուների ծրագրից ավելի լավն է։ Ինչ է ասում, ելք դաշինք չի ասում ձեր։ Գիտեք, մենք ասում ենք, որ այո, մենք ընդունել ենք, որ մենք փորձ չունենք։ Մեր հանրահավաքը, եթե դիտել եք Շենգավիթում, մենք այդտեղ ընդունեցինք պաշտոնապես, որ այո, մենք փորձ չունենք Հայաստանի ամենամեծ քաղաքի կառավարումը ձախողելու։ Մենք փորձ չունենք թալանելու, մենք փորձ չունենք միլիարդատեր դառնալու պետական ռեսուրսների հաշվին։ Մենք փորձ չունենք այնպիսի վերելակների համակարգ ունենալու, որոնք վայր են ընկնում, մարդիկ մահանում են։ Մենք փորձ չունենք գծատերերի պաշտպանելու, որտեղ հուսալքության գազելներ են շրջում եւ մարդիկ նվաստացած են այդ գազելներում իրենց զգում։ Մենք փորձ չունենք կանաչ գոտիները վերացնելու։ Մենք փորձ չունենք խոստանալու, որ 100 դրամ կմնա տրանսպորտի գինը, հետո դարձնենք 150 դրամ։ Մենք փորձ չունենք, ասենք, շուկան սեփականաշնորհել։ Դրանք պարզ է, հիմա դուք շենքերը պայթեցնելու փորձ չունենք։ Այո, մենք չունենք այդ փորձը, ճիշտ ասում Պարոն Մարգարյանը։ Քաղաք կառավարելու փորձ չունենք։ Քաղաք կառավարել իրենք դա են հասկանում։ Իրենց կառավարած քաղաքը ես թվարկեցի դրանք են։ Էդ է։ 8 անգամ 8-ի արտոթվածությունը բարձր է իրենց կառավարած քաղաքում, որովհետև կանաչ գոտիները վերացրել են։ Շատ լավ, Զարուհի Փոստանջյանը ձեր ծրագրից իր ծրագիրը լավն է, այդպես է գտել։ Ես չեմ կարդացել Տիկին Փոստանջյանի ծրագիրը, որովհետև Տիկին Փոստանջյանը մեր թիրախը չի եւ մենք Բայց ձեզ չի խանգարում երկու ընդդիմադիր կուսակցություն եմ։ Չի խանգարում, որովհետև Տիկին Փոստանջյանին տրված ձայներն էլ մեծ հաշվով չեն փոշիանալու, այլ արձանագրվելու են, որովհետև 3 ուժերն էլ անցնելու են հավաքական։ Բայց ձեր էլեկտորատը նույնը չէ։ Ես չեմ կարծում, որ նույնն է մեր էլեկտորատը։ Ընդդիմադիր էլեկտորատը։ Չէ, ընդդիմադիր էլեկտորատը սեգմենտներ ունի, Հովհաննես ջան, հիմա։ Շատ լավ, նույնը չէ։ Նույնը չէ, այո։ Շատ լավ։ Տեսեք, պարոն Մարուկյան, այսօր Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավարը վերջին ճեպազրույցներ ազգային ժողով նման հայտարարություն է արել ընտրությունների հետ կապված, մեջբերեմ նրա հայտարարությունը խոսում է Երևանի ընտրությունների մասին, ասում է ոնց որ լինի Շրեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջև
մի հատ sense պայքար, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը, ընդ որում մուլտիպլիկատորը Disney-ի տաղանդ չունի հաստատ, բայց փչացնելուց նա ոչ մի ուրիշ լավ բան չի ստեղծում, բացի փչացնելուց։ Գիտեք, ինչ մեկնաբանեմ այդ հայտարարությունը։ Թերևս տեխնացուներին նկատի ունի։ Պարզա տեխնացուներին նկատի ունի եւ ես պետք է ասեմ, որ մենք նուպագաձի ճեպազրույցը չենք մեկնաբանում։ Սա կլինի իմ արձագանքը դա է, այո, մենք նուպագաձի ճեպազրույցը չենք մեկնաբանում։ Պարոն Մանուկյան, ձեր դաշինքի կուսակցության հասցեին շարունակաբար հնչում են մեղադրանքները, որ ինչ մեղադրանք, ինչ են կարող։ Մեղադրանքները դուք տեղյակ եք։ Չէ, հիմա հարցս ավարտեմ։ Հա, հնչում են մեղադրանքները, տեղյակ եք, ծանոթ եք այդ մեղադրանքները նոր չեն, հա, իշխանական պրոյեկտ, դուք աշխատում եք, ընտրություններ եք լեգիտիմացնում եւ այլն, հա, սա Երևանի ընտրություններում դες չի խանգարում։ Գիտեք, այն մարդիկ, ովքեր այդ քննարկումը շատ կա, հա, այն որ ասում են, այդ մարդիկ, ովքեր այդ գծի մեջ են, այդ որ պրոյեկտ են, նրանք ծախված են, նրանք բան, հաճախորդ, չգիտեմ ինչ բան։ Այդ մարդիկ միևնույնն է, մեզ չեն ընտրում, նրանք մեր ընտրողները չեն։ Նման մտածողություն ունեցող մարդիկ, ովքեր բացի ատելություն քարոզելը, բացի հուսալքություն քարոզելը, բացի քաղաքացիներին իրենց կոչերով ետ պահելը ընտրություններից, պետական ինստիտուտների զարգացումից, երկիրը պետական ինստիտուտները զարգացնելու միջոցառումներ ձեռնարկելուց, հա, նրանք ուրիշ ոչնչով զբաղված չեն։ Եվ դա մենք տեսել ենք արդեն մոտավորապես 20 տարի այդ process ընթացքի մեջ, է։ Եվ ես պետք է ասեմ, որ այդ մարդիկ որևէ արժեք չեն ստեղծել երկրում, եւ իրենցից էլ իրենք որևէ արժեք չեն ներկայացնում։ Գիտեք, որ նորը ընտրվել բավականին ծանր է տանում նման խոսակցությունները, շատ գիշերներով ժամանակվանից խոսում։ Հիմա գիշերներով տանջվում էի, մտածում էի, բա ինչ անեմ, որ ես ապացուցեմ, բան, հա, հասկանաք, բայց դա ինչ որ պահ եկա, որ հասկացա, որ չեք տանջվում։ Չէ, ընդհանրապես չեմ տանջվում, եւ անգամ չեմ, ինձ չի էլ հասնում այդ խոսակցությունները։ Այսինքն դա ինձ համար անցած էտապ է, դա ասենք 12-13 թվականներին անցել է ինձ համար։ Պարոն Մանուկյան, քարոզարշավի սկզբում մի պատմություն եղավ ելքի շուրջ, ելքի ավականու տեխնացուներից մեկը պարզվեց նկարահանվել է հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզչական տեսահոլովակում։ Նելի Արտյանի մասին է խոսքը։ Ձեր ավականու տեխնացուն ինչ գործ ունի հանրապետական տեսահոլովակում։ Մենք դրա վերաբերյալ դա ինքն է հաստատում։ Այո, ինքն է, ինքը մանրամասն մեկնաբանություն տվել է, տեսեք ինչ է եղել, ինչպես միշտ հանրապետական կուսակցությունը ինչ էլ որ արել է խաբեությամբ, ինչ որ կեղծիքներով է արել, եւ նա հրավիրվել է նկարահանվելու ռեինկարնացիա խմբի տեսահոլովակում, այդպես է իրան ներկայացվել, մարդիկ էլ տեսանկարահանումը տեղի է ունեցել, որտեղ չկա Կարեն Կարապետյան, որը թմբուկներ է խփում, չգիտեմ, ոչ ոք չկա։ Ռեինկարնացիան երգում է, բաներ։ Նկարահանվել գնացել է։ Հետո, երբ որ այդ հոլովակը արդեն տարածվել է, այնտեղից երևացել է, որ դա հանրապետականի սիրում են բոլորին, որ իրանք շատ են սիրում, տոլի Հայաստանն են սիրում, չգիտեմ, ինչն են սիրում իրանք, այդ սիրելու մասին այդ հոլովակն է։ Եվ մենք շատ adekvat, շատ մանրամասն ներկայացրել ենք իր հարցազրույցի միջոցով, թե ինչա տեղի ունեցել։ Դրանից հետո բնականաբար բազմաթիվ մարդկանց ձեռնտու թեմա էր դա շահարկել, բազմապատկել, տարածել, անընդհատ խոսել դրա մասին, խոսում են, բայց գիտեք, մեր թիմակիցը մեզ համար շատ թանկ է, որ մենք ասենք ինչ-որ խոսակցությունների չկա դրա հետ կապված։ Շատ լավ, յուրաքանչյուրի հետ կարող է այդպեսի բան։ Շատ լավ, երկու կարճ հարց արդեն մեր ժամանակը սպառնում է, պարոն Մանուկյան։ Նախ ուզում եմ իմանալ, հա, ինչով է տարբերվում այս ընտրություններում ելք դաշինքը մյուս երկու ուժերից եւ ձեր քաղաքապետի տեխնացու Նիկոլ Փաշինյան, ինչով է տարբերվում Տարոն Մարգարյանից եւ Զարուհի Պոստանջյանից։ Գիտեք, ելք դաշինքը նախ տարբերվում է այն թիմով, որը որ յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողակ կերպարներ են, այսինքն յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողությունների հասած մարդիկ են։ Եթե որ ասում են կառավարման փորձ չունեք, բանի փորձ չունեք, դա ուղղակի աբսուրդ է։ Այդ մարդկանց CV-ները թող վերցնեն, կարդան, կենսագրականները կարդան։ Եվ ելք դաշինքի թիմը նաև տարբերվում է նրանով, որ նա ունի խորհրդարանական խմբակցության աջակցություն։ Եվ այդ թիմը իր աջակցության միջոցով կարողանալու է խնդիրներ լուծել Երևան քաղաքի համար եւ պետական բյուջեի շրջանակներում եւ նաեւ Երևանի խնդիրները բարձրաձայնել պարլամենտում։ Այսինքն մենք տարբերվում ենք մյուս երկուսից դրանով,
Եվ չեմ ասում հանրապետականը չունի ֆրակցիա, բայց հանրապետականի ֆրակցիան այլ բանով է զբաղված, հանրապետականի կառավարող թիմն էլ այլ բանով զբաղված եղել է տարիների ընթացքում, եւ պետք է ասեմ, որ մեր թիմը ազնիվ է, մեր թիմը երիտասարդ է, սերնդափոխության ուժ է, եւ մեր թիմը գալիս է եղած բոլոր արատավոր երևույթները վերացնելու եւ բոլորը աչքի են ընկած այդ արատավոր երևույթների դեմ իրենց պայքարով քաղաքացիական կյանքում, քաղաքական կյանքում։ Շատ լավ, եւ այս հարցից խնդրում եմ Ելք Դաշինք եւ Նիկոլ Փաշինյան չպատասխանել, հա, եթե Նիկոլ Փաշինյանը եւ Ելք Դաշինքը չլինի քաղաքապետ, չհաղթի ընտրություններում, ով կուզեք հաղթի։ Եթե մենք չհաղթենք, եթե մենք չհաղթենք, ուրեմն հաղթում է Տարոն Մարգարյանը, ոչ թե ով կուզեք, ուզենալով չէ։ Եթե մենք չենք հաղթում, հաղթում է Տարոն Մարգարյանը։ Սևա ու սպիտակ։ Համար եթե մարդիկ Բայց կան նաեւ Զարուհի Փոստանջյան։ Այո, բայց կան հարցումներ, կան տվյալներ։ Եթե մարդիկ ուզում են, որ Չեն բան փոխի, ընտրի Զարուհի Փոստանջյան։ չէ, ընտրեն, չընտրեն, հաղթելու շանսերի մասին է չի խոսքը։ Չէ, նկատի ունեմ, որ բաժանում եք սև ու սպիտակի, բայց երրորդ տեխնացու էլ կա, չէ։ Երրորդ տեխնացուն էլ էլի սպիտակի դաշտում է։ Բայց հաղթելու շանսերի տեսանկյունից, եթե չի հաղթում Ելք Դաշինքը, հաղթում է Տարոն Մարգարյանը։ Հետեւաբար ինչ է պետք անել, պետք է ձայները կոնսոլիդացնել Ելք Դաշինքի վրա։ Փոստանջյանն էլ ձայն չտա։ Այո, պետք է կոնսոլիդացնել Ելք Դաշինքի վրա։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար, պարոն Մանուկյան։ Տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավականու ընտրություններին մասնակցող Ելք Դաշինքի շտաբի պետ Էդմոն Մանուկյանին։ Դեպի քաղաքապետն ազատության ուղիղ եթերում ընտրությունների քարոզարշավի ավարտին մոտ 1 շաբաթ է մնացել, առաջիկա օրերը որոշիչ են լինելու մասնակցող կուսակցությունների համար։ Իսկ ինչ ազդեցություն է ունեցել մինչ այժմ արված քարոզարշավը եւ արդյոք որոշել են քաղաքացիները, թե ում են ցանկանում ընտրել, փորձել ենք բարձել հարցումներով։ Ես չգիտեմ երեխեքը որին գնալ ես էլ ընդեղ եմ գնալ։ Ինչ եք ասում։ Երևանի ընտրությունների մասին։ Շատ լավն է։ Որ տեխնացուին եք հավանում։ Ես էս մերին է, ինչ է։ Հանրապետական։ Պարոն Մարգարյանին, իրոք լավ։ Ես էլ ազիք։ Լավն է, մերնի մարև։ Մեր սիրով կմասնակցենք 5 հոգի։ Շատ լավ է, պարոն Մարգարյան։ Ես էլ, երևի։ Ես էլ, Տարոն Մարգարյան, ներկա քաղաքապետին։ Պայմերն այդ ընտրությունը մենք էլ հետը պրծնենք, օրեկան այդ կասեն։ Ես չեմ ընտրել։ Կանեշնը, ոչ չգիտենք։ Որն եք հավանում։ Հա, ելքին երևի թե։ Անուն չեմ ասի, բայց իհարկե ունեմ իմ ընտրածը։ Կնես մարդու որ ընտրեմ, որ մերես Երևանը գեղեցկացնի։ Գեղեցիկ քաղաք։ Տեխնացուները ճանաչում եմ։ Ում եք հավանում։ Հավանում եմ Փաշյանին։ Փաշյանին։ Փաշինյանին։ Փաշինյանին, հա։ Իրեն եք ընտրել։ Հանրապետականին եմ ընտրել։ Երևանի ընտրություններին մասնակցելու եք։ Ոչ։ Ինչի։ Չենք ուզում։ Իսկ որ տեխնացուին եք հավանում։ Տարոն Մարգարյանին։ Դու։ Նույնը։ Տեխնացուներին ճանաչում եք։ Ճանաչում եմ, բայց չեմ մասնակցել։ Եթե ուզում ես ճիշտ իմանալ, Սաղաջան, Զարուհին եմ հավանում, որ ամեն ինչը լավ կլինի, երբ որ Զարուհին ընտրի։ Երևանի ընտրություններին մասնակցելու եք։ Այո։ Իսկ տեխնացուներին ճանաչում եք, գիտեք ովքեր են առաջ։ Գիտեմ։ Իսկ ում եք հավանում։ Տարոն Մարգարյանին։ Չէ, ոչ մի ընտրության չեմ մասնակցում։ Երևանի ընտրություններին մասնակցելու եք։ Չեմ մասնակցելու, ոչ մեկին չեմ ճանաչում, ոչ մեկին չեմ հավանում։ Ապայման, հա։ Գիտեք տեխնացուներին ճանաչում եք։ Բոլորին էլ շատ լավ գիտեմ։ Իսկ ում եք հավանում։ Ես որ ճիշտ ասեմ, Զարուհի Փոստանջյան։ Ընտրություններ են մասնակցելու եք։ Անիմաստ է։ Ինչի։ Ինչպես միշտ։ Տեխնացուներին ճանաչում եք։ Հա, բավանդ։ Որին եք հավանում։ Նիկոլ Փաշինյան։ Երեքն էլ լավն են։ Բայց ընտրություն կանելու։ Գնալու եք։ Բայց մեկին պետք է ընտրեք երեք։ Այո, մեկին։ Ում եք ընտրել։ Ես աշտեմ գիտեմ ում եմ ընտրել։ Այո, Փաշինյան, Փոստանջյան, Տարոն Մարգարյան, այդ երեքին գիտեմ ճիշտ ասած։ Որ մեկին եք հավանում։ Զարուհի Փոստանջյան։
Գիտեք ինչ, ով կարողանա Երևանը խելքի բերի նրան։ Եթե ելքը կարողանա խելքի բերի, համաձայն կլինեմ։ Ելք է կտրել։ Չէ, ելքը կարողանա, իսկ եթե տարանա խոստանում այդ գծատերերին վերացնի, խոստանում որ վերացնի կետատերերին։ Եթե այդ բանը անի, ուրեմն հալալ է իրան, եթե կարողանա անի։ Իսկ դուք ում եք հավանում։ Ես Զարուհուն եմ տալու իմ ձայնը։ Ընտրություններին մասնակցելու եք։ Առանց դրա ոնց կանի։ Ճանաչում եք տեխնացիաներին։ Իրեկին էլ հա։ Գոյն եք հավանում։ Ես Զարուհի Նայրա Բոստանջանի։ Նայրա, տեխնատ Զարուհի երևի, հա։ Զարուհի, հա։ Իրեն եք ընտրել։ Երևի։ Ազատության ուղիղ եթերում դեպի քաղաքապետներ մենք կհանդիպենք հաջորդ ուրբաթ ժամը 16-ին, դա լինելու է դեպի քաղաքապետի վերջին թողարկումը։